2002 թվականին ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սերան Օհանյանը առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր։ Այսինքն մի հատ ընդհանուր բուկետ էր sense մի հատ լավ։ Ես կարող եմ ժամերով պատմել, թե ինչ էր կատարվում մեր բանակում։ Ինչպես էին մի հատ սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև եւ ռետինե բանով, մահակով 18 տարեկան երեխաներին, ովքեր որ մտնում էին հաց ուտելու, հարվածում էր։ Ուղղակի էր հարվածում։ Ուղղակի հարվածում էր։ Ուղղակի։ Երեխեք եկել էին հաց ուտելու։ Մի հատ ուրիշ ոչնչություն գիշերը որս էր կազմակերպում։ Զորամասը եւ քաղաքը բաժանում էր պուճուրիկ մի տարածք եւ գիշերը որոշ զինվորներ փորձում էին գնային քաղաք, հոկտեմբերյան քաղաք, ուշադրություն, ուտելիք հայթայթելու։ Պատկերացնում եք, ուտելիք հայթայթելու ամենայն պատասխանատվությամբ։ Իսկ այդ սրիկան դուրս էր գալի որսի, մի հատ այնց ջիպ մեքենա ուներ ու բռնում էր երեխաներին եւ ծեծելով բերում էր։ Իր համար դա զբաղմունք էր, ինքը իր բանը չէր կատարում։ Ինչ